Երեկ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում տոնական եւ հանդիսավոր մթնոլորտ էր։ Սուրբ Հարության Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին նվիրված պատարագը համախմբել էր մեծաթիվ հավատացյալների, ովքեր տարբեր վայրերից եկել էին մասնակցելու այս լուսավոր օրվա գլխավոր հոգեվոր արարողությանը։ Վեհափառ Հայրապետի ձեռամբ մատուցվող պատարագը ընթանում էր աղոթքի, խոնարհության եւ հոգեվոր վերելքի մթնոլորտում։ Եկեղեցու ներսում եւ բակում զգացվում էր տոնի խորհուրդը՝ հույս, վերածնունդ եւ հավատքի զորացում։ Պատարագի ավարտին հավատացյալների հոսքը ուղղվեց դեպի Վեհափառը։ Մարդիկ փորձում էին հնարավորինս մոտենալ, ստանալ նրա օրհնությունը, փոխանցել իրենց հավատն ու սպասումը։ Շատերի համար այդ պահը ոչ միայն հոգեվոր, այլև խորապես անձնական ու հիշարժան էր։ Ոչ արևմտյան Ադրբեջանին շարժման համահիմնադիր Հայկ Նահապետյանը եւս 3 շարժման մյուս ներկայացուցիչների հետ այցելել էին Էջմիածին, մասնակցելու Սուրբ Պատարագին։ Պատարագից հետո Մայրաթորի բակում Հայկ Նահապետյանը շփվել է քաղաքացիների հետ։ Քաղաքացիները նրա հետ զրույցում բարձրաձայնել են իրենց մտահոգությունն ու դժգոհությունը կապված ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքի հետ, միաժամանակ ընդգծելով իրենց աջակցությունն ու հավատարմությունը Վեհափառին։ Կաթողիկոսը ինչպես միշտ մեր Վեհափառ Հայրապետը միշտ մեր եկեղեցու կողքին է, մեր ժողովրդից մեկն է, ժողովրդի ցավով տարապող մարդ է։ Այսօրվա իշխանությունը գիտեք ոնց ամեն ինչ անում է, որ եկեղեցին կազմաքանդ անի, բայց մեր Վեհափառը շատ ամուր կանգնած է իր տեղում, մենք ամուր կանգնած ենք մեր Վեհափառի կողքին եւ նման գործընթացներ այս շինծու իշխանության օրոք ամեն ինչի սպասելի ենք, ամեն ինչին պատրաստ ենք դիմակայելու, մեր եկեղեցին ամուր պահելու համար, մենք մեր Վեհափառ Հայրապետի կողքին ենք։ Մեր Վեհափառ Հայրապետը ինչ որոշում կընդունի, մենք այդ որոշումով կշարժվենք, որպես եկեղեցու հետևորդ եմ դա ասում ձեզ։ Պայքարը եկեղեցու դեմ դա հատուկ ծրագիր է, որը գալիս է դրսից Փաշազադեների գլխավորությամբ։ Երեկվա այդ խրախճանքը դրա վառ ապացույցն է։ Դի ժողովուրդը ոտքի կանգնի, միայն ու միայն, ուրիշ ոչ մեկը։ Միայն ժողովուրդը։ Մենակ ստեղ գալը աղոթելով չի։ Այս իշխանությունը 18 թվականից իշխանությունը բռնազավթելուց ի վեր չեն թաքցրել իրանց ամբիցիաները, իրանց առաքելությունը, պատահական չի, որ 18 թվականի մայիսի 8-ին իշխանությունը բռնազավթելուց ընդամենը 1 ամիս հետո արդեն Նիկոլ Փաշինյան կոչված սատանիստը հենց 18 թվականին արշավանքը կազմակերպեց ուղիղ Մայրաթորի ուղղությամբ։ Այդ պատահական չէր, այդ ժամանակ ուղղակի ժողովուրդը լրիվ էյֆորիայի մեջ էր, սենց Նիկոլապաշտության պիկն էր, ոնց որ գլխի չընկան ինչա կատարվում։ Այս մարդիկ եկել են առաքելությամբ, այս մարդիկ ծրագիր ունեն, այդ ծրագիրը սկի իրանց ծրագիրն էլ չի։ Ճիշտ է, մենք միշտ տենց փորձեր ենք լոկալի վրա պրոյեկտենք երևույթը, բայց այդպես չի, մենք գիտենք գլոբալիստների ծրագիրը, ընդդեմ մեր եկեղեցու, այսինքն մենակ մեր չէ, բոլոր ուղղափառ եկեղեցիների։ Այսօր պարզ ասենք, կաթոլիկ եկեղեցին ամեն տեսակ գլոբալիստական այդ կոլեկտիվ արևմուտքի պղծություններին հավանություն է տալիս, ընդունում է, չեն ընդունում ուղղափառ եկեղեցիները ու հատուկ ծրագրված արշավանքա ուղղափառ եկեղեցիների դեմ։ Սա անձնավորված Վեհափառ կաթողիկոսին չի միայն դա ընդհանրապես ողջ հայության քրիստոնյանն է եւ եկեղեցունն է։ Երբ որ բարձր ամբիոնից երկրի վարչապետը ասում է քրիստոնեություն չկա ու բարբերաբար մտնում է եկեղեցիներ, ինչպես կարելի է դա գնահատել։ Անցյալ տարի ամառ հուլիս ամսվանից մինչև օրս բարբերաբար հարձակման է ենթարկվել մեր Սուրբ Առաքելական եկեղեցին, որը անընդունելի է։ Թվարկելու շատ են ժամանակը չի հերիքի, ինչքան որ դավադրություններ են կազմակերպել առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ, դա անընդունելի է։ Այս բանի վերջ տվացվի, դրսից ինչ-որ մի ուժ պետք է ազդի, չէ սրանց վրա։ Քանի իշխանության են, քանի երկիրը չեն քանդել մինչև վերջ։ Ամեն դեպքում պետք է ղեկավարության վրա ազդի մեր եկեղեցու կողմը։
որտեղ եկեղեցին է մնացել, այլ որ քանդեց ուրեմն վերջմել։ Հանդիպան ընթացքում Հայկ Նահապետյանը ներկայացրել է հայ առաքելական եկեղեցու եւ ամենայն հայոց հայրապետի պաշտպանությանն ուղղված պահանջ խնդրագիրը, որը շարժումը նախատեսում է ներկայացնել եկեղեցիների համաշխարհային խորհրդին։ Մեր նախաձեռնությունը բաց նամակ է վաղը ուղղելու եկեղեցիների համաշխարհային խորհրդի, դա աշխարհում ամենամեծ կառույցն է, 356 եկեղեցի անդամ ունի, կես միլիարդ բնակչությունից ավել քրիստոնյաներ են, եկեղեցու քրիստոնեության տարբեր ուղղություններ միավորում, մեր եկեղեցին եւս ներկայացված է։ Անցյալ տարի հունիսին եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Հայաստանի իշխանությունների եկեղեցու դեմ հետապնդումների, հոգևորականությունների, բռնությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, ականջալուր չեղան օրվա իշխանությունները, ավելի խստացրեցին եւ կարծում եմ, որ մեր ժողովրդի իրավունք ունի եւ պահանջատել լինել այդ համաքրիստոնեական մեծ կառույցից, որպեսզի ավելի գործուն մեխանիզմներ կիրառի սաստելու Հայաստանի օրվա իշխանությունները, որտեղ նա մեր սրբությունները, մեր հավատի, մեր եկեղեցու, մեր հոգևոր առաջնորդի դեմ է սուրճ ճոճում։ Եթե չսաստեցին, տեղը չհրավիրեցին, ապա գործը կարծում եմ արդեն եկեղեցու նվիրյալ հավատալու զավակներին կլինի։ Մենք ավելի խիստ կլինենք, քան այսօր որոշակի առումով անդուրժող ենք, հա։ Եվ այդ բաց նամակը, որ մենք ուղղում ենք մեր կազմակերպության անունից, նաև կոչ եմ անում մեր ժողովրդին, մեր եկեղեցու զավակներին, իրենք եւս բաց նամակով, եթե համակարծիք են նամակի բովանդակության ու գնահատականը, իրենք եւս իրենց անունից կարող են ուղղել եկեղեցիների համաշխարհային խորհրդի ունի կայք, այդ կայքի ասել դժվար չի գտնել եւ ավելի գործուն քայլեր, կարծում եմ այսպես, առավելս որ օրվա իշխանությունները համահունչ գործում են Ադրբեջանի իշխանությունների եւ իրենց հոգևոր առաջնորդ Ալաշուքուր Փաշազադեի հետ միասին։ Նախաձեռնությունը ջերմարձականք ստացավ ներկաների շրջանում, հարյուրավոր քաղաքացիներ ոչ միայն աջակցել են, այլ նաև պատրաստակամություն հայտնել միանալու ստորագրահավաքին, այսպիսով իրենց որդիական աջակցությունը հայտնելով հայ առաքելական եկեղեցուն եւ ամենայն հայոց հայրապետին։